Դահլիճում գիտնականներ, ինժեներներ, ծրագրավորողներ ու հետազոտողներ են։ Ծաղկաձորում ընթանում է գիտական ու ինժեներական համայնքի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ RITEC 2025-ը։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ֆակուլտետային գիտահետազոտական ծրագրի մասնակիցներն իրենց նախագծերն են ներկայացնում, որոնք բոլորը ֆինանսավորվել են PMI Science գիտահետազոտական կենտրոնի կողմից։ Այս տարի մենք ունենք 9 գիտահետազոտական ծրագիր, որոնք ֆինանսավորվել են PMI Science-ի կողմից։ Հիմնական ոլորտներն են արհեստական բանականության կիրառումը բիոտեխնոլոգիաներում, ինժեներության մեջ, նաև ունենք ծրագրեր, որոնք զբաղվում են ինժեներական խնդիրներով, արտադրության օպտիմիզացում եւ այլն։ Մեր գրանտերի շրջանակը ներառում է թե նյութագիտությունը, թե ռադիոֆիզիկան, թե կենսաբժշկական որոշ տեխնոլոգիաները, թե առաջատար սենսորային լուծումները եւ դրանց կիրառությունները տարբեր կենսաբժշկական ոլորտներում։ Հիմնականում երիտասարդ ինժեներներից ու ուսանողներից կազմված Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի թիմն օրինակ խելացի սարք է նախագծել, որը կարող է մի քանի օր շարունակ անդադար հետևել մարդու օրգանիզմի աշխատանքին, չափելով սրտի ռիթմը, մարմնի ջերմաստիճանը, մաշկի դիմադրությունը։ Հետազոտության նպատակն այդ տվյալները մարդու կենսաբանական ռիթմերի հետ համադրելն ու ի վերջո այնպիսի ալգորիթմներ մշակելն է, որոնք կարող են մարդուն անձնական խորհուրդներ տալ քնի, աշխատանքի կամ օրվա ռեժիմի ճիշտ կազմակերպման համար։ Սկզբից մի քիչ մեծոց սարք ենք սարքել, որը սենց ապարանջանի նման է լինելու, տվիչները տեղադրվելու են այդ ապարանջանի վրա, գրանցող սարքը մի փոքր տուփ է, որը կամ գրպանում է դրվելու, կամ թևի վրա ստեղամրացվելու է, եւ իհարկե հետագայում բոլոր տեխնիկական նախադրյալները կան, որ մենք այդ սարքը սարքենք շատ փոքր չափսի, ընդཐུպ մինչև մատանի չափսի կարող է լինել։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու PMI Science-ի համատեղ ֆակուլտետային գիտահետազոտական ծրագիրը, որն արդեն 7 տարվա պատմություն ունի, զուտ ֆինանսական աջակցություն տրամադրելու նախաձեռնություն չէ։ Այն նաև հեռանկարային հնարավորություններ է բացում հայ գիտնականների համար նոր համագործակցություններից մինչև մասնակցություն միջազգային գիտահետազոտական նախագծերում։ Կոնկրետ այս ծրագրերի ֆակուլտի պրոյեկտների նպատակը նա է, որ մենք հասկանանք, ինչ գիտահետազոտական խմբեր կան Հայաստանում, ինչ նոր ձևավորվող խմբեր կան, որ խմբերը ինչ տեսակի պրոյեկտների վրա են աշխատում եւ ֆիլտրում ենք ըստ մեր հետաքրքրությունների շրջանակի, որտեղ որ տեսնում ենք պերսպեկտիվա, որ ապագայում այդ գիտահետազոտական խումբը մեր համար այլ պրոյեկտներ անի, արդեն հենց մեր կազմակերպության համար։ Այսպիսով հայ գիտնականների համար իրական կամուրջ է ստեղծվում միջազգային գիտահետազոտական գործընթացներում ներգրավվելու ու Հայաստանի գիտականներ ուժը գլոբալ հարթակներում ներկայացնելու համար։ Սա PMI Science-ի այն նախագծերից է, որոնց նպատակը Հայաստանում գիտակրթական միջավայրը բարելավելն ու էկոհամակարգը զարգացնելն է։ Երազանքը է, որ հաջորդ սերնդի կամ 2 սերունդ կամ 3 սերունդ պրոդուկտների մեջ կիրառվի Հայաստանում ստեղծված տեխնոլոգիաները եւ գյուտերը։ Հետազոտություն ու տեխնոլոգիաներ ամենամյա համաժողովն անցկացվում է 2 օր։ Պրեզենտացիաներին հաջորդում են քննարկումներն ու նոր գաղափարների գեներացումը, որոնք կարող են հաջորդ տարվա գիտահետազոտական նախագծերի հիմք դառնալ։